Ազգային բարերար Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, որտեղ շուրջ 7 ամիս քրեակատարողական հիմնարկում գտնվելուց հետո անցել է ստուգումներ, ինչից պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է 2 ամիս վաղեմության։ Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15%-ով եւ նախկին 510-ի փոխարեն այսօր 430 դրամ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով բենզինի շուկայական գինը նվազել է 2%-ով, սա վերաբերում է նաեւ ռեգուլյար բենզինի գնին, որը դեկտեմբերի համեմատ նվազել է 8%-ով։ Այսինքն, եթե դեկտեմբերի 11-ի դրությամբ այն 500 դրամ էր, հիմա արդեն 460 դրամ է։ Սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունը անում է։ Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր Ադրբեջանից եկող բենզինի հերթական խմբականակի մասին։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը 21 TV News-ի հետ զրույցում նշել էր, որ բենզինի նոր խմբականակը այս անգամ եւս մատակարարվում է պայմանագիր կնքած բենզալցակայաններին։ Մինչ Հայաստանի վարչապետը տեսաուղերձով ողջունում էր ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումը, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Օրալօղլուն հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցք կոչվող տարածքը կարող է շահագործման հանձնվել մինչեւ 2030 թվականը։ Օրալօղլուի խոսքով Ադրբեջանը դեռևս աշխատանքներ է իրականացնում Նախիջևանի հատվածում եւ կան անավարտ գործեր, որոնք ադրբեջանական կողմը հավանաբար կսկսի այս տարի։ Օրալօղլուն նաեւ առանձնահատուկ շեշտել է, որ այս հարցում կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ն։ Ժամկետային զինծառայության հնարավոր կրճատումը չի նշանակում բանակի թվաքանակի նվազում, կարծում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինությունների մրցավազքի որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ, սակայն միաժամանակ շարունակելու է զինտեխնիկայի եւ սպառազինության գնումները։ Պլաններ A, B, G միշտ զինված ուժերը ունեն, բայց չեմ կարծում, որ հիմա կա ինչ-որ մեր այս պահի քաղաքականության եւ իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան B կամ պլան G քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ մենք կանխատեսում ենք։ Շնորհակալ։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովում իր հայտարարություններին եւ գեներալ Մովսես Հակոբյանի արձագանքին, պաշտպանության նախարարը նշել է, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, շեշտելով, որ Մովսես Հակոբյանին հորդորում է լռել։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ պատիվ ու լռի։ Ես հորդորում եմ լռել, ու ծպտուն չհանը, որովհետև դա իրենց գործունեության արդյունքի հետևանքն է։ Եթե ռեժիմը կարող է իշխանությունը պահել միայն ուժով, այն փաստացի գտնվում է փլուզման եզրին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող անկարգություններին։ Նրա խոսքով Իրանի իշխանությունների վերջին օրերն են։ Հնդկաստան կատարած այցի ժամանակ Մերցը կրկին կոչ է արել Իրանի կառավարությանը դադարեցնել ցուցարարների դեմ բռնությունը։ Իրանը վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին անգամ մեղմացրել է որոշ սահմանափակումները եւ բնակիչները կարողացել են բջջային հեռախոսով զանգել այլ երկրներ, հայտնել է Associated Press գործակալությունը։ Համացանցի օգտագործման սահմանափակումները չեն մեղմացվել, հասանելի են միայն կառավարության հաստատած կայքերը։ Ըստ Reuters գործակալության անհնազանդությունների ընթացքում զոհվել է մոտ 2000 ցուցարար։ Ավելի վաղ BBC-ն հայտնել էր 600 զոհի մասին։ Սա պատերազմ է եւ պատերազմում զոհեր լինում են։ Ես չեմ խնդրել մարդկանց դուրս գալ փողոցներ եւ կռվել ռեժիմի դեմ, հայտարարել է Իրանի գահընկեց վերջին շահի որդի Ռեզա Փահլավին, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին մահվան ուղարկելու համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ ցույցերին ներգրաված են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուղղորդած ահաբեկիչները եւ որ իրանական կողմը ունի ապացույցներ։ Իրանում ավելի քան 2 շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերը դեռևս շարունակվում են։ Անհնազանդությունների ընթացքում ցուցարարները հարձակվել են ոստիկանական եւ շտապօգնության մեքենաների վրա, հաղորդել են լրատվամիջոցները։
Ֆրանսիան տարհանել է Իրանում իր դեսպանատան անձնակազմի մի մասին։ Ֆրանսիացի դիվանագետները երկիրը լքել են հունվարի 11-ից 12-ը։ Տարհանվածների հստակ թիվը չի հրապարակվել, սակայն սովորաբար դեսպանատանն աշխատում է շուրջ 30 մարդ։ Դեսպանի եւ կրիտիկական նշանակություն ունեցող անձնակազմը մնում են տեղում, որպեսզի օգնություն ցուցաբերեն Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին։ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրի դեպքում կբախվի 25% մաքսատուրքի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բացի այդ, ամերիկյան մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարվածել այաթոլլաների ռեժիմին։ Չնայած այս ամենին, Սպիտակ տան կայքում որոշման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Չկա նաև տեղեկություն այն մասին, թե մաքսատուրքերը կիրառելու համար ինչ իրավական լիազորություններ կգործածվեն կամ դրանք ուղղված կլինեն Իրանի առևտրային բոլոր գործընկերներին։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ երկրի բանակը մշտապես պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերում անսպասելի սցենար զարգացնել։ Բացի հակակառավարական ցույցերից, Իրանում տեղի են ունենում նաև իշխանամետ ակցիաներ։ Երկրում երրորդյա սուք է հայտարարվել։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մեկնել Հայաստան կամ Թուրքիա։ Հայտարարության մեջ պետդեպարտամենտը նշել է, որ մեջբերում Իրանում բողոքի ցույցերը սրվում են։ Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները եւ ինտերնետի արգելափակումները։ Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան եւ Իրանից չվերթները, որոնցից մի քանիսի ծառայությունները կասեցվել են մինչեւ ուրբաթ հունվարի 16-ը։ Ըստ հայտարարության ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն կապի այլընտրանքային միջոցներ պլանավորելու եւ դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորություն, պահպանելով անվտանգության կանոնները։ Արգենտինայի ծովափում հսկայական ալիքի պատճառով զոհվել է 1 տղամարդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է ավերիչ ալիքի հետևանքով։ Ծովափին գտնվողները խուճապահար փախել են։ Հավայան կղզիներում կրկին ժայթքել է աշխարհի ամենաակտիվ Կիլաուեա հրաբուխը։ Լավայի արտանետած մոխրի բարձրությունը հասել է ավելի քան 250 մետրի։ Հրաբուխն արդեն 2 տարի է պարբերաբար լավայի արտանետում եւ անցել է իր 40-րդ ժայթքման փուլին։